Այսօր հյուրընկալվել ենք Համազգային կրթամշակութային միությունում, զրուցելու ենք Լիլիթ Գալստյանի հետ, հրապարակախոս թարգմանիչ, արդեն 20 տարի Համազգային կրթամշակութային միության գրասենյակի տնօրեն, միության նախագահ, հիմնադրամի նախագահ, նաև դասախոս, ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Քանի որ քո աշխատանքային գործունեությունը շատ բեղուն է եւ հասարակական տարբեր շարժումներին ես ակտիվորեն մասնակցում եւ գրական շարժումներին եւ ինչ խոսք օրինաստեղծ աշխատանքով ես զբաղված երկար ժամանակ, դու թերևս այն մարդկանցից ես մեր այն արվեստագետներից, տարօրական շարժման ակտիվ ներկայացուցիչ, որ շատ լավ պատկերացնում է այսօր որտեղ ենք ապրում, ինչպիսին է մեր իրականությունը առհասարակ։ Այն մի քանի խոսքով կարող ենք ներկայացնել այն դերը այսօր, որ քո կարծիքով ունի գրողը, գրականությունը մեր իրականության մեջ։ Կա այդ դերը թե չէ, նաև նշենք, որ իհարկե այս ամենը գրքի համաշխարհային մայրաքաղաքի, այսպես ասենք, տարածքներում, ֆոնի վրա կամ տարածքներում, այո։ Ասենք ծաղելի է, մի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք, մի կողմից փոքր գրողների խումբ, կամ չգիտեմ, գրականություն իր համար ստեղծվող, աշխատող, բայց մյուս կողմից հասարակություն, որ բոլորին տեղյակ չի։ Ոչ ժամանակակից գրականությանն է, ոչ գրողներին, ոչ կան այնքան տարողունակ հարց, այսպես նետեցի հրապարակ, որ հիմա մոլորվեցի, որտեղից սկսեմ։ Իսկապես այնքան շերտեր կան այս հարց մտահոգություն տագնապների մեջ, ինչ ժամանակներում ենք չէ ապրում, այդպիսի մի հարց կար նաև։ Ինչպիսին է մեր իրականությունը։ Մեր իրականությունը մի տեսակ փսորած իրականության մեջ ապրելու զգացողություն ունեմ։ Ոչ միայն ես, եւ կարծում եմ այս շատ-շատերը, ովքեր մտածում են, մտածելով են ապրում, ովքեր նաև մանրամասն են ապրում, ովքեր նաև մտահոգությամբ են ապրում, ովքեր մտահոգությամբ են ապրում եւ իսկապես ուզում են ապրել այս հողի վրա, ապրել այս հողի վրա, որը հայրենիք, զարկերակ, լինելիություն եւ ինքնությունն չի կարող այս տագնապները, այս հարցերը չունենալ, նաեւ հարցերի պատասխանները չորոնել, որովհետեւ այդ հարցերի պատասխանից մի տեսակ քո ողնաշարն ես ճշտում, հայացքդ, հորիզոնդ, ինչ անել, ուր գնալ, ինչպես ապրել, չէ։ Մի տեսակ իսկապես, բայց փսորած ժամանակներում ենք ապրում, որտեղ երբեմն բացառիկ տաղանդ ու հմտությունը անհրաժեշտ, որպեսզի այս համատարած փոթորկուն, այն անձրևից հետո երբ որ ծովափը ավազի եւ տեղմի մեջ այսպես ցնցվում է, նրանց մեջ նաեւ անշուշտ լինում են մարգարիտներ կամ հրաշագիր խեցիներ, չէ։ Եվ այս փսորած ժամանակներում իսկապես հատուկ տաղանդ է պետք ցորենը որոմից զատելու համար։ Գիտես, երբեմն այս իրականության մեջ հնարավոր է որ մի շատ գեղեցիկ ծառ կամ անձրևից հետո իմ հայրենի եզերքի ինչ որ մի պեյզաժ այնքան մաքրի հոգիս, որ այդ ամենօրյա դառնությունը, որ կա մեր իրականության մեջ, ջնջվի այդ ամենօրյա դառնությունը եւ ես ասեմ կյանքը հիասքանչ է։ Ոչ միայն ես կարծում շատ-շատերն են այդպես ապրում։ Կամ երբեմն այս ամեն դառնությունների մտածեք մեր կյանքը համատարած պայքար դարձավ։ Մեր կյանքը համատարած պայքար դարձավ եւ դու ամեն օր պիտի պայքարես ջանք, այս զոհաբերության աստիճանի նվիրումներ ցուցաբերես տեղերում եւ վայրերում, որտեղ հստակ են որ մեկին գումարած մեկը հավասար է 2, բայց մեր կյանքը դարձրեցին պայքար, երբ որ կյանքը ապրելու համար է եւ իսկապես այնքան թանկ է կյանքը, այնքան թանկ է ժամանակը եւ մեզ կտրում են այն էականությունից, էութենական բաներից կտրվում ես եւ տեսնում ես օրվա վերջում որ ինչքան ճղճին բաների վրա ժամանակը անցավ, հոսքերի, լրատվական անիմաստ հոսքերի, ասենք թե կարծում ես, այս ինչ այլևս ընկերուհի ունի, անունն էլ չեմ տալիս, բայց կներեք, բայց ես թքած տեսա ընկերուհի ունի, թե չունի, միթե այսօր իմ օրակարգը ազգային, մարդկային, համազգային, համաշխարհային ու քաղաքակրթական օրակարգը դա չէ, եւ ես ամեն ասում եմ այն բանի համար, որ փսորացությունը բազմաշերտ է։ Մենք նաև գրականությունից ենք խոսում եւ լայն իմաստով մշակույթից, չէ, լայն իմաստով մշակույթից։ Գրեթե ամեն օր, գիտես, մեկ էլ բախվում ես որ հրատարակվեց սա, եւ այդ ամբողջ հրատարակությունների մեջ մեր ծով ալիք կա այն ամեն հրատարակությունների, նաև երբեմն անընդգրկելի։ Բայց մեկ էլ տեսնում ես որ այդ արանքներում, այդ հոսքերում մեկ էլ հրաշալի գրքեր
բանաստեղծություններ, արձակ, ջոպատմվածք, վիպակ եւ այլն, բայց այս կեղտոտ հոսքի մեջ դու դա չես նկատում, այս ցեխաջրի մեջ դա չի երևում։ Եվ իսկապես նայեք սիմֆոնիկ նվագախումբը, որը 80 եւ ավելի չէ կատարողներ ունի, միգուցե ամեն մեկը իր գործիքի եւ իր կատարման արվեստում վիրտուոզություն ունի, բայց երբ որ չկա դիրիժորը, խմբավարը, հայերեն ասենք, երբ որ չկա խմբավարը, դա ընդհանրապես աղմուկ է եւ ամբող։ Ես երբեմն ցավում եմ, թե ինչպես մեր հասարակությունը դարձավ ամբող։ Եվ ինչքան հեշտ ենք մենք ամբող դառնում, ժողովրդից ամբող դառնալու ճանապարհը մեկ քայլ է, երբ որ նա չունի լայն իմաստով տեր եմ ասում։ Մաթեոսյանի ասած տերը, այո, այդ Մաթեոսյանի տերը եւ այդ այն տերը, որը նաեւ յուրաքանչյուրին առիթ է ընձեռնում, որ ինքն էլ իրեն տերը զգա։ Պարտադիր չի, որ բոլորս տիրոջ կարգավիճակ ունենանք, այդ ստատուսի մասին չեմ ասում, բայց զգացողությամբ, որ դու տեր ես։ Տեր, պատկանելություն, պատասխանատվություն, անգլիացիների հետ լավ բառ անգլիական բառապաշարում belonging-ը, պատկանելությունը, այնքան կարևոր է այդ ինքնության պատկանելությունը եւ պատասխանատվությունը, հայ քաղաքացի լինելու պատասխանատվությունը։ Եվ երբ որ ես խոսեցի այդ խմբավարի մասին, այդ խմբավարի առաքելությունը, գիտեք, շատ-շատերին է վերապահված։ Երկրի նախագահից հայրապետականության մասին եմ ես խոսում։ Վեհափառը, երկրի նախագահը եւ մտավորականության այն բյուրեղացած մտավորական ներողություն, այն բյուրեղացած ընկալումը, որը մենք միգուցե կարծրատիպորեն, թե ոնց, բայց մեզանից ամեն մեկը, երբ որ մեղավոր է փնտրում, իսկ մենք ամեն վարքյան ով է մեղավոր եւ ինչ անել հարցերը մեզ շատ են, չէ՞ հետապնդում։ Շարունակ ուզում ես մեղավոր գտնել, որովհետեւ երբեմն հասնում եմ վիճակ, որ ասում ես այսպես շարունակելը անկարելի է եւ անհնար է։ Եվ այդ փնտրտուքի մեջ ինչ անել եւ ով է մեղավոր, երբ որ դու տեր ես փնտրում, միանգամից հասցեդ ոչ թե գնում նախագահական, այլ մտավորականի ես ուզում։ Այն հայրապետական իմաստնության, խոհեմության, հայրապետական ներողամտության տեսակը, որը մեր բոլորի պատկերացումներում պիտի լիներ մտավորականը։ Եվ գիտես, հատկապես նաև մտավորականի եւ գրող տեսակը, որովհետեւ ես կարծում եմ, որ մարդկության մտքի, փորձառության, առհասարակ ինչ անելու տեսլականների ամենամեծ ասելիքի ժառանգությունը, այդ ժառանգորդը գրականությունն է ու գրողը, ասենք թե նայեք տարբեր արվեստներ տարբեր լեզվով են խոսում, տեխնիկական միջոցներով, իսկ բայց գրականությունը, որովհետև լեզուն, տառը քո էությունն է, սկիզբն է, չէ՞, յուրաքանչյուր ազգի սկիզբ իր, ասենք թե իր այբուբենն է, այդ նույն մեծությամբ մեր մաշտոցը, ու մենք գրականությունը գրողը այդ ամենի այդ ժառանգորդն է։ Դրա համար իսկապես գրականությունից ակնկալիքը բացառիկ մեծ է։ Տեսեք, ոչ միայն գրողի չէ, ոչ միայն բուն այդ գրողի, այլ գրողի տեսակի։ Այսինքն գրողի տեսակի եւ գրողի ասելիքի, ամեն գրող այդ գրողը չի։ Բայց Տոլստոյը, ասենք թե ռուսականությունը, տեսեք ասենք թե ռուսական պատմության, այդ հազարամյա պատմության մեջ, հազարամյա եւ ավելի պատմության մեջ կայսրեր, նվաճողներ, հաղթողներ, պարտություններ, կայսրություններ, բայց ռուսականության, ասենք թե իկոններից մեկը Տոլստոյն է։ Տոլստոյը, որը իր տեսակով, իր արժեհամակարգով եւ ռուսականության այդ ծանրությամբ, վասեմաշուկ, վեհաշուկ, հրետանիով ինքը ծածկում է բազմաթիվ շերտեր, որ չի կարողացել, ասենք թե անել ռուսական քաղաքական պետական մշակույթը։ Այդ իմաստով մտավորական գրողից պահանջը հասարակության արդարացված է, որտեղ գրականություն գրողի առաքելությունը բացառիկ է։ Հասարակությունը հաճախ, բայց այսօր քո ասած տեսակին գրողի հանդիմանանք ուղում եւ մեղադրում է հաճախ լուր լինելու, ես բոլորին չեմ ասում, բայց ընդհանուր պահանջը հասարակության, ասես բավարարված չի։ Շատերը ասում են 1000 մի բան է կատարվում այս երկրում, բայց մեծ մասը մարդկանց, եթե դա իշխանությունների կողմից չի այսպես ասենք աջակցություն կամ խրախուսում սովորաբար լռում են, որովհետև դա մեզ բոլորիս հայտնի է, այսպես ասենք, ընթացքի։ Ցավոք սրտից 20 տարում շատ բաների միջով
երբեմն պատվիրված հայրենասերներ չկան, ասենք թե մինչև նախագահականից չեն հրահանգվում, նրանք հանկարծ հայրենասեր չեն դառնում կամ կեցված չեն ունենում։ Արժի մասին խոսել թե չէ։ Թե ոչ, այո։ Ես շատ եմ ցավում, որ այս 20 տարիների փսորումների, արժեզրկումների մեզ ինքներս մեզ կորցրածության ոչ միայն գրողը, ընդհանրապես մտավորականության եւ քաղաքացու տեսակի կորուստ ունեցանք։ Եվ երբ որ դու նկատում ես, որ շարունակ մեջս այս քաղաքական մարդու եւ մշակութային մարդու երկխոսությունը կա, չեմ կարող այլևս ես բաժանվել միայն մշակութային մարդ կամ միայն անհնար ասեմ տեսակն է։ Դրա համար ասում եմ, մեր 20 տարիների բոլոր ձեռքբերումների եւ հատկապես կորուստների, որոնք ցավոք սրտի ավելի շատ են, այս ամեն ինչի մեջ մենք մեր հասարակության մեղքի քաղաքացու նահանջ ունենք։ Քաղաքացու նահանջ ունենք եւ հաճախ այդ քաղաքացին ինքը իր ներքին հայացքով, ներքին ձայնով իրեն չի վերաբերում, իրեն չի գնահատում եւ միշտ այդ ով է մեղավորը քո միջից մենք մեր միջից չենք անում։ Այդ ով է մեղավորի շարքում նաև իսկապես ցավոք սրտի մենք ունեցանք մտավորականության, քաղաքացու նահանջի մեջ մեր մտավորականներն նահանջեց։ Սա բազմաթիվ պատճառներ ունի՝ հոգեբանական, սոցիալական, տնտեսական, քաղաքական ու քաղաքացիական, պետականության կորստի, այդ շատ լուրջ պատճառներ ունի, ես հպանցիկ եմ, այսպես ուղղակի թվարկում եմ, բայց ես ցավով եմ ասում, որ այդ մարդու տեսակը, սախրով մարդու տեսակը, որոնք հասարակության համար կամերտոն կծառայեն, այդ տեսակը քչացավ մեր մեջ։ Կարևորագույն տեսակն է։ Դա կարևորագույն տեսակ է եւ ես իզուր չեր իմ համեմատությունը Տոլստոյի հետ, որովհետեւ դու միշտ կամերտոն չափանիշ, խմբավար, առաջնորդող այդ ամբասիրությունն ես փնտրում։ Եվ այս, այո, 20-22 տարիներին, շատ ցավալի է, բայց անկախության 22 տարիներին մենք որակների կորուստ ունեցանք եւ այո, շատ քչերը եղան, որոնք տեսակը, առաջնորդի տեսակը եղան եւ հավատը կարողացան պահել, որտեղ մենք ունեցանք կոմպրոմիսների, նահանջների, լռելու, երբեմն բանաձև ունեի, որ լռությունը դավաճանություն է, կեցվածք չունենալու, այս կերակրատաշտին մոտ լինելու, մի խոսքով, եւ որոշներն էլ պարզապես մեկուսացան, որոշները մեկուսացան, որովհետեւ այդ ոչինչ շանելու, ոչինչ չփոխելու անհնարինության, անհեռանկարայնության այդ հոգեկան ընկճվածության վիճակում հայտնվեցին։ Ինչպես ասում եք, հյուծում է։ Հա, քաղաքացու տեսակը հյուծվում է։ Երբ որ շարունակ նվիրում ջանք, կռիվ, փոքրիկ միգուցե եւ երբեմն աննշան ձեռքբերումով քաղաքացու տեսակը հյուծվում է։ Բայց ամենա ինձ տխրեցնողը, գիտեք, մեր ժամանակներում որն է, երբ որ հավատի եւ հավատի կորուստն ու արժեզրկումը։ Այսօր մեր բոլոր ինստիտուտները գրեթե պետական եւ հանրային բոլոր ինստիտուտները արժեզրկման մեջ են։ Ոչ մեկը չի հավատում, ցավում եմ, դպրոցը չունի հեղինակություն, եկեղեցին սասաննաց հեղինակություն։ Մենք չենք հավատում մեր ազգընտիրներին, իհարկե շակերտների մեջ ենք ասում եւ իրավունք ունենք, ոչ թե որ նախկին падգամավոր եմ, այլ դա իրականությունն է։ Մենք բոլոր մեր ընտրություններին չենք հավատում եւ ամեն ինչ անում ենք, որ ել ավելի այլասերված ընտրություններ ունենանք եւ պատկեր եւ այս հեղինակազուրկ ինստիտուտների պայմաններում մտավորականը դարձյալ ինքը ինստիտուտ է, որ դու մտածում ես, ինքը իշխանության տեսակ է, ինքը խղճի տեսակ, արժեքներ ներմուծող տեսակ է։ Երբ որ տեսնում ես, որ այդ մտավորականությունը, որին դու այսպես դելեգացրել ես քո մտածումները եւ նրանից բարձր ձայներ էր ուզում, նա ընդամենը դարձավ քարոզարշավից քարոզարշավ գովերքող տխուրա։ Եվ այս բեռով, այս դառնությամբ մենք իսկապես չեմ ուզում ծանր բաներ ասել։ Այս բեռով, այս դառնությամբ մենք մոդեռն երկիր դառնալու շանսեր ենք կորցնում, իսկ ժամանակը 20-րդ դարում սարսափելի արագ, 21-րդում սարսափելի արագ ժամանակ, արագ անցնում, արագ թռչում, ինքը ներքին արագություն ունի եւ դու այդ ներքին արագության մեջ
չես տեղավորվում Հայաստան աշխարհի մասին եմ ասում։ Դուք ազգային ժողովի պատգամավոր եք, անընդմեջ օրինագծեր, դուք ինքներդ ասացիք, որ շատ ու շատ օրինագծեր եք արել եւ նախ ի վերջո ինչու նորից հիմա ազգային ժողովում չեք։ Գիտեմ, որ ինչպես ասում եք, ինչու այնտեղ չեմ, որովհետեւ այս հարցը ինձ շատերն են տալիս, նույնիսկ նրանք, ես մի պատասխան ունեմ, մեր իրականությունը եւ նաեւ մեր հասարակությունը ամեն ինչ արեց, որ կներեք անհամեստ եմ, բայց իմ տեսակը այնտեղ չլինելու համար։ Եվ այս մեր հասարակությունը, որը շարունակ մեղավորներ է փնտրում, կյանքի որակներ է ուզում, արդար հասարակություն է ուզում, բայց ինքը նաև գործարքի գնաց, շատ ցավով եմ ասում, համարձակորեն եմ ասում եւ պատասխան եմ տալիս իմ խոսքերի համար, մեր հասարակությունը գործարքի գնաց իր խեղճի, իր ապագան, իր վաղը, իր կենսագրությունը գնահատելով 10-ից 15000 դրամ։ Սա գործարքի գնաց եւ այդ հասարակությունը քաղաքացի ներդրում է, քաղաքացի նվիրում է, քաղաքացին հանձնառություն է, իր ամբողջ ուժը այդ օրվա քվեն է, որ այդ օրվա իրավունքն է։ Այդ մեկ օրը իշխանությունը ինքն է, ինքը իրան 15000 գնահատեց եւ հետո գալիս եւ մեզանից որակներ է ուզում, խորհրդարանից падգամավորներ, որոնք դավայի եւ այլն, այս օրերն էլ դա չէ, դա դավայի ստուց եւ այլն։ Եվ հետո ուզում եմ, որ օլիգարխները եւ այլոք չհայտնվեն, բայց դու ամեն ինչ անում ես հասարակություն, քաղաքացի, որ նրանք հայտնվեն այնտեղ, եւ հետո գալիս եւ մեզանից խիղճ, բարոյականություն, արժեքներ, առողջ դպրոց, կրթական համակարգ, մշակութային քաղաքականություն չի լինում։ Պետությունը կոնտրակտ է քաղաքացու եւ իշխանության իրականացնողների միջև։ Մենք իբրև քաղաքացի ցավոք սրտի չենք կարողանում կայանալ։ Եվ այստեղից էլ բոլոր ինստիտուտների նկատմամբ թերը հավատությունը, որտեղ ինքը քաղաքացին գիտի, որ ինքը ինչ մեխանիզմով է ձևավորել 15000-անոց քաղաքացի եւ նույնքան էլ իշխանություն։ Ես նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանը եւ հետո սա պետության որակներ է ձևավորում։ Այս ամենի արդյունքում ձևավորում են պետության որակներ եւ մեկ էլ չբավարարված քաղաքացիներ եւ ինքնաթիռիտոմս ցանկացած ուղղությամբ դուք եք, մենք որպես քաղաքացի տեսակն ենք։ Գիտես, շարունակ այսպես հոխորտա մեծախոսությամբ մեր պատմությունը, մեր անցյալը, սուտ բաներ են դրանք։ Մեր ամբողջ պատմությունը ցավով եմ ասում, կամ անհատների պատմությունն է եւ ձախողումների ու պարտությունների պատմություն։ Եվ երբեք մենք շատ քիչ ենք մեր հաղթանակներին տեր կանգնում, այսպես ինվալիդ, թերի, չհավատացած եւ մեր պարտությունները երբեք մեզ համար դաս չեն դառնում։ Ու այս ծանր բեռով մենք այլևս եթե այսպես ենք շարունակելու մեր ազգային ամբողջ մտածումների գունաբնակ այսպեսին է շարունակելու լինել, մենք այսպես ինվալիդ մի կերպ պիտի յոլա գնանք, բայց 21-րդ դարը, ինչպես ասեցի, ներքին արագությունների եւ այս մասաղացի ժամանակները։ Այն ժամանակ, երբ դու ազգային ժողովում падգամավոր էիր Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության շրջանում, կուսակցական եմ 22 տարվա դաշնակցական։ Քո ներկայացրած նախագծերով եւ հազար մի այլ բաներով, քո հարցազրույցներով, հանդիպումներով պարզ էր դառնում, թե քո նպատակը որն է, վերջը ինչ ես դու ուզում որ փոխվի այս կյանքում։ Այսօր խնդրում եմ մեր հարցազրույցի ընթացքում մի քանի բառով այն կարելի է ասել որպես վերջաբան, ինչ կուզեիր որ փոխվեր, ինչպես անել, ինչը հասկանալի է երևի, բայց ինչպես անել, որ իսկապես ինչ կարող ես առաջարկել, դեղատոմս իհարկե սխալ է, բայց կարծում եմ որ կարելի է օրինակ լսել քո կարծիքը, իսկապես ինչ է պետք քո կարծիքով հրատապ անել իրականում։ Թողնենք մի կողմ այդ քվեները, որ նախկինում 5000-ին, այսօր 15, հետո 20, ի վերջո մարդիկ էլ դա հենց այնպես չեն անում։ Գնում են, որով այդ քայլերին իմ խորին համոզմամբ, որտեվ տնտեսապես, նյութապես շատ վատ։ Կարող ենք մեղադրել, որ խելք չունեն, բարոյականություն չունեն, ամեն ինչ ճիշտ է, համաձայն եմ, բայց երևի նաև տնտեսական վիճակից էլ չէ, խեղճուկրակ մարդ է, տանում 15000 տալիս են, ինքը երջանիկ է, իր համար մեկ է, թե մյուս օրը ինչ արնելու։ Ինքը հավատացած է, որ այս երկրում ոչինչ չի փոխվելու։ Եվ եթե նախկինում 5000-ին տալիս, հիմա 15, նա դրանից երջանիկ է։ Ես այդպես եմ հասկանում։ Իսկ հիմա մի ընտանիքի ասենք 60000-ին տալի։ Մի ամբողջ ամսվա աշխատավարձ են տալիս, հա, գնում են քվեն ծախում են։ Բայց եթե ինքը արժանապատիվ ապրելու հնար ունենա, այսինքն օրինակ, չգիտեմ, $1000 ընտանիքի անդամներից յուրաքանչյուր աշխատավարձ ստանա, հաստատ իրանից դժվար կարողանան, չէ՞, այդ քվեն այդպես
գնել, հա? Ինչ ես կարծում։ Ես բայց այնքան կուզենայի, ես գիտեմ որ քո հաղորդման ձևաչափը մշակութային է, եւ այնքան կուզենայի որ մենք մշակույթի մեջ լինենք, որտեղ բայց ուզենք միգուցե ես եմ մեղավոր շարունակ դրթում եմ քաղաքականությունից խոսել, բայց ես ինչ մեր երկրում ինչ անել, ինչը փոխել, թերևս ամենախոցելին հնար ունենայր, այս բան նախագծերներ, մի օրով, երկու օրով, մի շաբաթով։ Մի օրով, երկու օրով շատ բան չես փոխի, բայց ես իսկապես անհատի դերակատարությունը բացառիկորեն կարևորում եմ։ Եվ մեր երկրում կարծում եմ ամենա այսպես ցավեցնողը արդարության բացակայությունն է։ Ինչ որ անորոշ ժամկետով կարծես թե արդարության եւ արժանապատվության։ Նայ դու ես գիտեմ որ դու բոլորովին քաղաքական մարդ չես։ Դու քաղաքական մարդ ես բայց քաղաքացի ես։ Դու կարող մենք կարող ենք քաղաքական մարդիկ չլինել Հայաստանի Հանրապետության, բայց քաղաքացի պարտավոր ենք լինել, որովհետեւ այն օրը որ դու չգիտակցեցիր քո քաղաքացիական պատասխանատվության մասին, հետո դու դառնում ես այդ քաղաքականության զոհը։ Եվ նայ այնքան քեզ շատ սիրում եւ հարգում եմ, բայց ես չեմ ընդունում որ ասում ես 60,000-ը մեկ ամսվա աշխատավարձներ վերցրեցին։ Գիտես, մենք պիտի կարողանանք, ես իբրև քաղաքական մարդ եմ հիմա ինձ մեղադրում, քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես բոլոր քաղաքական ուժերը, բոլոր մենք չկարողացանք Հայաստանում այս 22 տարվա մեջ քաղաքացի կերտել, գաղափարական արժեքների քաղաքացի, որը հասկանա, որ այսօրվա 60,000-ը նույնիսկ եթե 4 հոգանոց ընտանիքով էր գնում ընտրության, այսօրվա 60,000-ը ընդհանրապես 2 օրվա խնդիր էր լուծում։ Մենք պետք է այսօր մեր ազգային օրակարգում, քաղաքական օրակարգում եւ ամեն մարդու օրակարգում հարց լինի, ինչ երկիր են կառուցում, ով է նրա քաղաքացին։ Եվ ոնց պատտվում է, միևնույնն է, հարցը գալիս այդ ընտրությանն է։ Մենք հայտարարված այսօր այդ պատասխան ունի հարցի ինչ երկիր են կառուցում։ Հենց դա է, հենց դա խնդիրը դնել ինչ երկիր են կառուցում։ Մենք գիտես սիտուացիոն երկիր ենք։ Հանկարծ Հունգարիայից նստեց այդ ճիվաղին վերեցին, բան մեկ էլ սկսեցինք տագնապել եւ այսպես պատվիրված հայրենասիրությամբ, լոլիկա նետությամբ որոշեցինք դիվանագիտություն կառուցել։ Չի լինում։ Մեր ազգային օրակարգը պիտի հստակ ինչ երկիր, մոդեռն Հայաստան, որի քաղաքացին լինելու արժանապատվությունը ամեն մեկը պիտի ունենա եւ հպարտ լինի դրա համար, որը փայփայի, որը ապրում է Հայաստանում, այդ երկրի քաղաքացին է։ Իմ համար, ինձ համար ներողություն, մենք ինչու եմ ասում հայտարարված ժողովրդավարություն ենք եւ իշխանություն ձևավորելու իշխանությունը որակ է պիտի հասկանանք եթե խորհրդարանում կներեք այդ բոլոր մականունավորները այնտեղ վերընկած են ուրիշ կդրթեցի թռաբերանից պիտի ասեմ այո այդ բոլոր մականունավորները եթե այնտեղ են քո իշխանությունը չի կարող որակյալ լինել Եվ ուրեմն հարցերի հարցը բարձր գիտակցության պատասխանատվությամբ քաղաքացի ունենալը եւ ընտրություն։ Կներես, բայց ով պիտի ձևավորի այդ բարձր գիտակցությամբ քաղաքացի։ Նայ մենք, ես որ ձախողել եմ, իբրև քաղաքական մարդ, միգուցե ձախողել եմ, միգուցե լավ չեմ աշխատել, միգուցե չեմ կարողացել ուղերձներս ճիշտ տեղ հասցնել, որ նախակայթանից ու դպրոցից չպիտի ունենա։ Այո, սա համակարգային խնդիր է, համակարգի պետության, ազգի, քաղաքացու որակներ։ Բարեփոխում ենք, բայց ցնցումների մեջ է շարունակ ինքը ցնցումների մեջ է։ Որտեվ գիտես մեր իրականության որ երես այսպես բացում ես եւ տակից խոց մետաստազներ եւ չի լինի պետքա ես միշտ ինքս իմ տեսակով բացառիկ ազատ ժողովրդավար տեսակ եմ եւ այլն բայց ես շատ եմ կարեւորում անհատի ինստիտուտը եւ դերակատարությունը եւ նույնիսկ երբ որ մեր երկրի նախագահը վերջին այդ դաժան ընտրությունների արդյունքում մարտի 1-յան ժառանգությամբ ստացավ իշխանությունը կամ վերցրեց իշխանությունը նույնիսկ միամտություն ունեցա մտածելու որ նախագահը գիտակցում է այս բեռի ծանրությունը ճանապարհը նկատում է մարտի 1-ի բեռը կար իր ուսերին եւ ինքը որոշիչ է ասել տղեկ էլ sense չի կարելի ստոպ երկիր են կառուցում նոր որակներով մոդեռն երկիր Եվ ես կարևորում եմ, այնքան կարևորում եմ անհատի դերը, այդ բարեփոխում անելու համար, տեսեք նախագահական իրավունքով հանկարծ բոլորը հայրենասեր են դառնում, հանկարծ մեկ էլ մի օր որոշում են, որ կանաչների պայքարը, ասենք թե Մաշտոց պուրակի համար ճիշտ է, մի օր գալիս տեսնում նախագահը ասում է մեկ սիրուն չի, մեկ սենց չի, դու մանդատդ պետք է հանձնես նեմեց եւ այլն։
այնպես է դուրս եկել, որ դու պետք է քաղաքապետ չլինես, եւ այնպես է դուրս եկել, որ մենք հայտարարված ժողովրդավարություն ենք ինստիտուտներով, բայց մի մարդ է որոշում, եւ ես հիմա իմ մեջ ներքին հակասություն եմ տեսնում։ Ես հավատում եմ ժողովրդավարական ինստիտուտներին, բայց հիմա այնպես է ստացվել, որ բոլորս մենակ նախագահից ենք քայլեր պահանջում։ Հասկանում եք, չէ՞, սա ողբերգություն է, հակասություն է, որտեղ որևէ ինստիտուտ չի աշխատում։ Դպրոցում հանկարծ չեն որոշում, որ այսինչ առարկայի կարևորությունը, եթե նախագահի ճաշակով չի կամ ինքը չի հարգում այդ առարկան, նույնը արդարության, ինչ ասեմ, օրենքների աշխատելու բանալին փաստորեն նախագահականն է, եւ ես ակամայից ասում եմ, Երանի մեր նախագահը տեսնի, որ սա պետք է լուծել։ Դրդվել ենք, որտեղ ինստիտուտները ջարդել ենք։ Մի խոսքով, եկեք մի շաբաթու նախագահ դառնա։ Դրա համար է, ասում ինչ կանեք հենց այդ մի շաբաթ։ Շատ բաններ։ Քաղաքական սանիտարիա։ Քաղաքական սանիտարիա, ես անկեղծ եմ ասում, քաղաքական սանիտարիա, այն բոլոր արժեզրկումները, օլիգարխները, ֆստան չեն գալու քաղաքականություն, մեկ էլ տեսնում ես, որ քո երկրի մեծ հարկատուներից մեկը քո մաքսայինի ղեկավարն է։ Տենց չի լինում։ Հարկահավաքը հարկատու է նաև։ Ես չեմ հավատում այլևս արդարությանը։ Ես չեմ հավատում, որ բոլոր մեր գլուխները հարթուկվեցին, որ ոչ մի խուճուճամականուննա նեմեցալ լֆիկական այս տեսակները չեն գա խորհրդարան, որոնք միգուցե բիզնեսում տաղանդավոր տղեկ են։ Ասենք թե Սամվել Ալեքսանյանը միգուցե բիզնեսում տաղանդավոր տղա է այնուամենայնիվ, որ հաջողել է, չէ՞։ Բայց իր տեղը չի, ինքը մեղք է, ինքը կաշկանդված է, տանջված է, կարեկցում եմ ես իրան, ասենց անոնց փոքր չափի կոշիկ հագնի 45 ոդքի համար ունեցող մարդը, չէ՞։ Թողեք դրանց, թողեք ստեղծեք միջավայր, որ որևէ գործարար չուզենա այնտեղ գալ եւ լինել։ Հասկանում ես, գալիս եմ անարդարությանն, որովհետեւ գիտի, որ պաշտպանված չի, չէ, մանդատը ապահովի, որ ինքը ունենա հայերեն ասած կռիժ։ Այստեղ նախագահի դերակատարությունը տեսնում եմ։ Փաստորեն իր ուժը մենակ պատեց եղբոր վրա։ Մնացած բոլոր օլիգարխներն էլ այնտեղ վերարտադրվեցին։ Ինչ քաղաքական դարձեցինք մեր վերջին որպես իսկապես վերջաբան, այ արվեստը, մշակույթը այսօր ինչպես է գնահատում, ոչ միայն գրականությունը, շատերը դե բողոքում են սերիալներից եւ այլ, բայց անամենայնիվ ինչ որ կորիզ կա արվեստի։ Ոչ թե կորիզ կա, հրաշալի փաղանգ ունենք, թե գրականության մեջ, թե երաժշտության մեջ, թե նկարչության մեջ, այ երեք չառաջին օրը Աբրահամյան արվեստի ցուցասրահում մի հրաշալի այսպես մշակութային իմ համար մշակութային այսպես ցնծության ականատեսների եւ մասնակիցը, երբ որ Աշոտ Ավագյանը եւ Վահան Արծրունին համատեղ Մաշտոց 1650 այդ ծրագիրը ներկայացրեցին, տաղանդավոր երգիչներ ունենք, վոկալի մեջ, չգիտեմ, նկարչության մեջ, գրականության մեջ, երբ որ ես դառնանում եմ, ես ասես դառնացած չեմ միշտ, ուղղակի լավ եմ տեսնում։ Բայց այսինքն համամիտ եք դաստայսկոյց, որ ասում էր գեղեցիկը կփրկի աշխարհ, այո։ Հայաստանը արվեստն է փրկելու, արվեստագետները, գեղեցիկ միտք է, գեղեցիկը ոնց որ թե արդարել է լինում, ես այդպես եմ մտածում, պետք է արդարներ, պարկեշտ լինել, մարդ, պարզապես մարդ լինել։ Գեղեցիկ արվեստ, ավելի ես ինչքան դառնացած եմ, չէ՞ լինում, Գայանե ջան, եւ երբ որ ջահելների մեջ, երիտասարդների մեջ հրաշալի լավ գրիչ ունենք։ Ես Կարեն Նատաշյանին եմ կարդում, Հասմիկ Սիմոնյանին եմ կարդում, Արամ Պաչյանին եմ կարդում, Արքմենիկի վերլուծությունները, Նիկողոսյանի վերլուծություններն եմ, Վահրամ Դանիելյանի հրաշալի գրականագիտական հոդվածները, Նարա Վարդանյանի պրիմատ ակտիվ լավ շարժում կա։ Եվ ինքան գրականության մեջ եւ ասենք թե Անտարեսը հրաշալի հրատարակություններ է անում հայ պատմվածքի, դարպես հայ գրականության նկատմամբ ժամանակակից գրականության վերջին հաշվով հենց մեր աջակցությամբ, համազգայինի աջակցությամբ վերջերս լույս տեսավ Մարկեսի Նահապետի աշունն ու 100 տարվա ամենությունը Ռուբեն Հովսեփյանի դասական թարգմանությամբ։ Գիտեք, խոսել թե ընդհանրապես մշակութային կյանքում անարդարը չի կարելի, բայց ինչպես մեր հաղորդման սկզբում սկսեցինք այս թեփի եւ որոմի խառնի ճաղանջ փսորած ժամանակներում, երբ որ հավակնությունները թե քաղաքականության մեջ կան հավակնությունները, ասենք թե նույնը մշակույթի մեջ, ով որ մի քիչ ճարպի կա եւ այդ մենեջերական տաղանդներ ունի, երբեմն զզվացնելու աստիճան, երբեմն հաջողում են, ասենք թե դալիճ վարձել կամ $1500 ճարել ինչ-որ մի գիրք տպագրելը ոչինչ է, եւ սովորաբար շատ տաղանդավոր մարդիկ նույնքան էլ համեստ են լինում։ Միջակները
առանց խաղի պայմանների խնդիր չունեն, էլի, եթե տաղանդավոր մարդը միշտ բարգեշտություն ունի։ Այ պիտի կարողանանք եւ այստեղ եմ ես տեսնում նաեւ պետության դերը, մշակույթի նախարարության դերը ուղղորդելու, չափանիշներ սահմանելու։ Մշակույթի նախարարությունը միջոցառում կազմակերպող նախարարություն չի։ Բացարձակապես ոչ, այլ այս դաշտում, հոգևոր դաշտում, մշակութային դաշտում չափանիշներ, արժեքներ, պարտադրող, թելադրող, սահմանող դերակատարություն ունի։ Իսկ առհասարակ մեր երկրում պետք է մի հատ լուրջ քաղաքական սանիտարիա անել եւ ամեն մեկին փորձել դնել իրենց տեղը։ Այդ այնքան կարեւոր է համակարգ։ Քաղաքական ամեն մշակույթ առանց քաղաքականության չի կարող լինել։ Այդ դրա համար էլ մեր զրույցը հենց այսպեսին ստացվեց։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ, ամենայն բարիք։